Կառավարության այսօրվա նիստին անդրադարձ եղավ Արտիքի համայնքում հեղեղումների հետևանքով վնասված շենք-շինություններին եւ որոշում կայացվեց բնակիչներին աջակցություն ցուցաբերել։ Անձրևների վարարումների հետևանքով բնակիչներին պատճառված վնասը մեղմելու համար կառավարությունը Շիրակի մարզպետարանին հատկացրեց 41 միլիոն 746 հազար դրամ, 22 միլիոն 350 հազար դրամը կհատկացվի շենք-շինությունների վերականգնման համար, հեղեղատարների մաքրման նպատակով կծախսվի 16 միլիոն 965 հազար դրամ, իսկ 2 միլիոն 430 հազար դրամը կտրամադրվի հեղեղումների հետևանքով սատկած գյուղատնտեսական կենդանիների եւ մշակաբույսերի ցանկատարածքներին պատճառված վնասի դիմաց աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց մինչ այս կատարված աշխատանքները, ինչին վարչապետն արձագանքեց։ Իրարամերժ խոսակցություններ տեղեկատվություն է տարածվում, որ ոչինչ չի արվում, աղետը եղել է, մենք եղել ենք տեղում, դրա համար իրոք դուք երեք տեղյակ եմ ուղարկեցիք նորից հանձնաժողովին, բոլորը փաստորեն գործը կատարում են, ուղղակի չի ներկայացվում, պիտի ներկայացվի։ Պարոն վարչապետ, հիմա դուք եղել եք աղետի հաջորդ օրը, աղետի օրը ես ամբողջ կիսերը եղել եմ այնտեղ, հիմա պիտի ամբողջ օրը հայտարարենք մենք ինչ ենք անում, բայց այդ բնակիչները մեզ տեսել են, մենք օգնել ենք, մանկապարտեզ ենք փրկել, դպրոց ենք փրկել։ Հեղեղի պատճառով փակված Լարսի ճանապարհի գործարկման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին կառավարության նիստում ներկայացրեց Վաչե Գաբրիելյանը, նշելով, որ հայկական կողմի խնդրանքով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հատուկ ինքնաթիռ է հատկացրել եւ Հայաստան են ժամանել, Ռուսաստան մնացած 96 հոգի եւ եւս 120-ը կփոխադրվեն այսօր։ Անդրադառնալով դեպի Ռուսաստան շարժվող, սակայն այս պահին Ռուսաստանում գտնվող հայաստանյան բեռնատարներին, ինչպես նաեւ Ռուսաստանից Հայաստան եկող բեռնատարներին, Գաբրիելյանն ասաց, որ դրանք տեղափոխվում են լաստանավերով։ Բոլոր բեռնափոխադրողներին հորդորում ենք կուտակումներից խուսափելու նպատակով Հայաստանից դուրս գալուց առաջ անպայմանորեն լաստանավի վրա տեղամրագրել, որպեսզի կուտակումներ չստեղծվեն։ Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը անդրադարձավ նաեւ հարավային Օսիայով դեպի Ռուսաստան տանող ավտոճանապարհը գործարկելու հարցի շուրջ Հայաստանի բանակցություններին Վրաստանի եւ Ռուսաստանի հետ։ Ճանապարհը նշենք, այլընտրանք կարող է լինել Լարսին։ Մեզանից շատ բան կախված չի, Հայաստանից շատ բան այս առումով կախված չի, բայց բանակցություններ են վարվում, որպեսզի վրացական եւ ռուսական կողմերը գան համաձայնության, գոնե ժամանակավոր մենք այդ ճանապարհը բացենք։ Լրագրողները Բեգլարյանից հետաքրքրվեցին նաեւ թե կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնին ինչպես են կալվում հետպարբերականի հրապարակումը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների արտասահմանում ունեցած միլիոնավոր դոլարների հասնող անշարժ գույքի մասին։ Քայլ այն կողմ աշխատում է, դուք կարող եք իրան դիմել, նույն բանն է, որ ես ձեզ հարցնեմ, օրինակ լրագրողները, որ ձերբակալվում են գումար վերցնելու պատճառով, դուք լրագրողները ինչ պայքար եք տանում կոռուպցիոն լրագրողների դեմ։ Գալայի հարցին, թե նախարարի աշխատավարձով հնարավոր է նման մասշտաբների հասնող անշարժ գույք ձեռք բերել, Բեգլարյանը պատասխանեց. Աշխատավարձը բոլորս գիտենք, ու այդ կարգի հարցեր խնդրում եմ ինձ մի տվեք։ Ֆինանսների նախարարն, տրանսպորտի կապի նախարարն, մյուս բոլոր նախարարները կարող են ունենան այլ եկամուտներ, որը կապ չունի ընդհանրապես պետության, կառավարության եւ բյուջեի հետ կապված։